ծնողներս մի երաժշտական ընտանիք է, մանկությունից ավելի պատանի ժամանակից բնականաբար ավելի հիշվում է հայտ շրջապատը փոփոխոցը։ Ես բացասական եմ նայում, երբ որ չեն ընդունում այն ամեն ինչ որ կա։ Դա տեխնոլոգիա է, դա զարգացում է, դա մարդկության հետ զարգանում է ամեն ինչ։ Առաջին ձեր ձայնասկավառակը մեկ ջութակի պատմություն, ճիշտ է հիշում։ Դա արդեն 2005 թվին էր, դրանց առաջ շատ բաներ ա եղել, որը որ ասել եմ ինձանից հետո ցույց տա։ Հայերեն սովորել է ձեր հայերեն անպայման երեխաները հայերեն խոսում են, իմ աղջիկը հայերեն խոսում է, արտասանում է, որովհետև դա շնորհով իմ մայրիկի դու պետք է իմանաս որտեղից ես եկել, որ իմանաս որտեղ ես ուր ես գնաս, այո։ Դա շատ կարևոր է։ Անցյալով չապրել, բայց իմանալ պատմություն։ Բայց մենք պատմությունը չգիտենք ու ապրում ենք անցյալով։ Շատ ճիշտ մտքեր։ Շատ ահավոր բան է ինձ։ Նախագծի այս թողարկման գլխավոր հովանավոր դիալոգ հասարակական կազմակերպություն, հովանավոր Լազարյանների հիմնադրամ, գործընկեր Big Z Production։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, դուք իմ ալիքում եք, ես Մարինա Մարտիրոսյանն եմ, սա հայացք դրսից նախագծի հերթական թողարկումն է։ Այսօր եւս ունենք շատ հետաքրքիր հյուր, ջութակահար, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր եւ արտիստ, եւ որ ամենակարևորն է մեր հայրենակից Էդգար Հակոբյանը։ Ողջույն Էդգար։ Ողջույն Մարինա ջան, շատ ուրախ եմ։ Ես էլ ուրախ եմ եւ մեր հանդիպման համար եւ շնորհակալ եմ իհարկե, որ համաձայնեցիք հրավերս ընդունեցիք եւ ընդունեցիք նաեւ ձեր այս գեղեցիկ եւ տրամադրող ստուդիայում։ Վստահ եմ, որ լավ եւ անմիջական զրույց կունենանք։ Շնորհակալություն, որ հյուրընկալեցիք, շատ հաճելի է։ Այսօր իհարկե կխոսենք ձեր գործունեությունից, ձեր այն բոլոր նախագծերից, որ այստեղ իրականացնում եք Մոսկվայում, հայրենիքից, ընտանիքից, բայց ես կուզեմ սկսենք հենց ամենասկզբից, որտեղ ինչ ընտանիքում եւ երբ է ծնվել Էդգար Հակոբյանը։ Արմատները որտեղից են գալիս։ Երևանից ծնողներս երաժշտական ընտանիք է, մայրս խմբավար է, էսթետիկական կենտրոնում էր երկար ժամանակ աշխատեց Հենրիկ Գիգիթյանի հետ ու խմբավարությունով էր։ Իսկ հայրս աշխատում էր հայ համերգում, կար հայ համերգ, աշխատում էր Արմինախում, կար սովետական միության ժամանակ է։ Ու ես ոնց որ տենց ավելի արդեն երաժշտության մեջ եք մեծացել։ Դե բնականաբար համերգների երաժշտության միշտ թե հայրիկիս հետ, թե հայրիկիս հետ մայրս ավելի դարավ հիմնադիր իմ երաժշտական կարիերային։ Իսկ ձեր մանկության տարիներից ամենավառ հիշողությունը, որ մինչև հիմա գալիս է ձեզ հետ, այսպես մի գծով կա այդպիսի բան։ Վառ հիշողություն շատ ոնց ասեմ, տարբեր ոլորտներում կա վառ հիշողություններ, որում նախ որպես տղա եւ հետո առաջին անգամ երբ ծնողները ձեզ ծանոթացրեցին հենց ջութակ գործիքի հետ։ Ջութակ գործիքի ինչպես հանդիպումը ստացվեց։ Մանկությունից ավելի վաղ ժամանակ ես որպես գործիք ջութակը տեսա, բայց ջութակի գնացի 5 տարեկանից, այսինքն ավելի մի տարի ավելի առաջ, քանց դպրոց։ Այո, սովորել եմ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, շատ լավ դասատու Բելլա Ռուբենովնայի մոտ, եւ իսկ դպրոցում սովորել եմ Մայակովսկի անվան դպրոցում, առաջի դասարանը։ Հետո տեղափոխվեցինք արդեն ինչ-որ
դպրոցներ փոխեցի, բայց վառ Հայաստանում մանկությունից ավելի պատանի ժամանակից բնականաբար ավելի հիշվում է հայտ շրջապատը փոխոցը, որովհետև տենց տարիներ էր, երբ որ ամեն ինչը փոխվում էր, այո։ Փոխվեց ու սովետական միության փլուզումներ մեր համար ոնց որ ավելի պատանի սերնդի համար ամեն ինչ ինչ որ նոր էր, մենք ամեն ինչով ուրախանում էինք քիչ կարելի էր պարկել խալին sense մատով տանել ու ուրախանալ գիշերը պատին կախված դրա համար մեր ուրախությունները հիմիկվա նման չի ավելի մենք ամեն մի փոքր բանից ինձ թվում է ուրախանում ենք ուրախանում ենք ու ավելի շփումը շատ էր ավելի բարեբախտաբար շփումը շատ էր ու ավելի ոնց որ իրար հանդեպ ոնց ասեմ ավելի մարդկային ավելի ինձ թվում է բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ ասեմ որ ամեն անգամ ամեն մի սերունդ ունի իր ժամանակաշրջանը իր լավ կողմերը ես չեմ ընդհանրապես սիրում ասել որ մեր ժամանակով ավելի ուրիշ է հիմա ավելի վատ ոչ ուղղակի հիմա ժամանակն է նոր սերնդի հետո իրանցից հետո կլինի ուրիշ սերունդ, որը որ միշտ ասում են մենք ուրիշ էինք, մենք ավելի մեր ժամանակով սենց չէ, դե կա չէ տենց բան, բայց ոչ մի սերունդ հələ ամեն ինչը մենակ եղել է զարգացում, ճիշտ ասած։ Ոչ մի սերունդ չի հետ տարել ամեն ինչը, այլ եղել է զարգացում։ Հիմա բնականաբար ամեն ինչը ավելի զարգացած է, ավելի հնարավորությունները մեծ են։ Ուրիշ բան թե ինչ ոնց են այդ հնարավորությունները օգտագործվում, որովհետև նույն ինտերնետը, նույն տեխնոլոգիայի ժամանակը շատ բանի հնարավորություն է տալիս, եթե դու ավելի խելացի վերաբերվես այդ ամեն ինչին։ Խոսեցինք նոր տեխնոլոգիաներից, այն ժամանակ ավելի ամեն ինչ բնական էր։ Հիմա կարծես թե ավելի արհեստական է, չէ՞ ամեն ինչը։ Բանականություն կա արհեստական։ Կուզենամ այ դրա մասին ինչպես եք վերաբերվում, հա, որ հիմա շատ արդեն ամեն տեղ օգտագործվում է արհեստական բանականությունը եւ երաժշտության մեջ, եւ արվեստի մեջ, եւ հիմա նույնիսկ ֆիլմերում նույնիսկ դերասաններ են արդեն արհեստական բանականությամբ ստեղծում։ Վաղ չկա արդյոք որ մի օր Ես մտածում եմ, որ դա իրականություն է, որի հետ մենք ապրում ենք, ու չընդունել դա շատ ինձ թվում է, ես բացասական եմ նայում, երբ որ չեն ընդունում այն ամեն ինչ, ինչ որ կա, դա տեխնոլոգիա է, դա զարգացում է, ինչ որ դա մարդկության հետ զարգանում է ամեն ինչ։ Մենք ընդունում ենք, այսինքն երաժշտական ոլորտում, մենք ընդունում ենք, դա մեզ տալիս է շատ հնարավորություն ինչ որ նոր բաներ անելու։ Դա ինչ որ մի ոնց ասեմ, մի գործիք է նաև, որը որ մենք օգտագործում ենք մեր գործունեության մեջ, թե երաժշտության հետ կապված, թե ստուդիայի հետ կապված, թե մեծ հնարավորություններ է տալիս։ Ես շատ պոզիտիվ եմ նայում այդ ամեն ինչին ու ընդունում եմ բնականաբար դա, որ կա ու մենք փորձում ենք օգտագործել։ Վերադառնանք այն տարիները, հա, պատանի Էդգար Հակոբյանը, այն ժամանակ ինչի մասին էր երազում եւ այդ երազանքներն այսօր համընկնում են, համապատասխանում են այն ինչ որ ունեք այսօր։ Ես շատ շնորհակալ եմ թե ճակատագրից, թե ընդհանրապես իմ ոնց ամեն ինչը դասավորվեց իմ կյանքում, որովհետև ես զբաղվում եմ իմ սիրած գործով։ Շատ մեծ հաջողություն է, երբ որ մարդը զբաղվում է այն ամեն ինչով, ինչ որ ինքը սիրում է, ինչ որ իրան դուրալի է։ Դրա համար ինձ երևի բախտ է վիճակվել տենց, որ ես զբաղվեմ այն ամեն ինչով ես զբաղվում եմ, ինչ որ ես սիրում եմ, ինձ դուր է գալիս։ Ես գիտեմ, որ հետո արդեն ուսանողական տարիները եկան Երևանի մանկավարժական, այո, կուլտուրայի ֆակուլտետում, հետո տեղափոխվեցի ես Մոսկվա, որովհետև բայց ասեմ, որ քննություններից ընդամենը 15 օր առաջ։ 15 օր առաջ։ Այնպիսի որոշում էր, տվել եք նոր եք։ Ամեն ինչ հանձնել էի քննությունները ու որոշեցի տենց մի օրում որոշեցի տեղափոխվեմ, որովհետև ես հասկանում էի պայմաններ կա, չէ, հիմա դե երևի ավելի լավ է Հայաստանում, ավելի այն ժամանակ, երբ որ ես տեղափոխվեցի, ես չէի հասկանում, որ կան պայմաններ, ավելի փոքր էր իմ համար, հետո ուզում էի ավելի զարգացնել իմ մոտ, զարգացում լիներ
Երաշտական առումով, ջութակի առումով, դրա համար ես հասկացա, որ եւ արդեն իմ ընտանիքի անդամները ստեղ էին։ Չէր լինում արդեն ոնց որ կիսվում է երկու մասի ընդեղ ու ես տեղափոխվեցի եւ սկսեցի զբաղվել արդեն իմ Որ կետից եղավ այն հաջողությունը, այն մեկնարկը, ստարտը, որ ձեր երաշտական գործունեությունը այսպես սրընթաց սկսեց վերաճել, որտեղ ես գիտեմ, որ ձեր հայրիկը եղել է ժամանակ, որ ասել է դա երաշտությամբ գումար չես վաստակի։ Եղել է այն ժամանակ, որ դե ժամանակներն էր տենց երբ էր դա 98 թվականը, 97, 94-ից սկսված։ Երևի թե այն ժամանակ ամեն մի ծնող ուզում էր որ իր երեխան ինչ-որ բիզնեսով զբաղվի կամ չգիտեմ ինչ-որ տենց առումով բարեկեցիկ կյանք ունենա։ Բայց կա այն ինչ կա։ Ես երբ որ տեղափոխվեցի 1000 քրիստոնեության 1700 ամյակներ, ինչքան ես հիշում եմ։ 2000 թվականին քրիստոնեության 1700 ամյակներ 2001-ին 2001-ին ու ես զանգահարեցի դեսպանատուն կար կուլտուրայի բաժին այնտեղ կապնվեց իմ հետ Անջելա Ստեփանյանը ժամանակ Զվարթնոց էսթետիկական կենտրոնի հիմնադիր մեր շատ սիրելի ինձ Անջելա Ստեփանյանը եւ հրավիրեց դեսպանատան կուլտուրայի մաս կար դեսպանատանը կուլտուրայի մասնաշենքներ եւ ընդդեղից սկսեց ինչ-որ կային համերգներ, որը որ կազմակերպում էին, ես սկսեցի այնտեղ ինչ-որ ելույթ ունենալ, հետո այնտեղ ստեղծեցինք կավերենի խումբ, որը որ կոչվում էր Մոսկովսկի Արմյանի։ Բայց միջ այդ Երևանում էլ եք, չէ՞, Նովի Արմյանի խմբում, Նոր հայերի։ Նոր հայերի խմբում ես չեմ եղել, չէ։ Նոր հայերի խմբում չեմ եղել, ուղղակի շատերի հետ մտերիմ հարաբերությունների մեջ ենք եղել, Նոր հայերը լեգենդար այն ժամանակ դեռ փոքր էի, ես ավելի տարիք ոչ, ուղղակի այնպես մտերիմ հարաբերություններ են եղել։ Բա ամեն դեպքում կապը եղել է։ Հա, բնականաբար դե մենք այն ժամանակ միշտ մենք կավերն էինք նայում ու մեր պարծանքը Նոր հայերի ուրախների եւ հնարամիտների թիմներ, որոնք որ մեծ հաջողություններ ունեին ու շատ մարդիկ, շատ պատանիներ նայում էին եւ ձգտում էին ինչ-որ տենց բան, որովհետեւ մենք պետք է ասել, որ շատ լավ օրինակներ ենք ունեցել մեր ժամանակով հայ ներկայացուցիչների, դե եղել է Երմի Կավերենի լեգենդար ինտելեկտուալ շատ թե Նոր հայերի Կավերենի խումբը, որը որ էլի լեգենդար մինչև հիմա ոչ մեկ չկարողացավ։ Այո, ցավոք Հայաստանն էլ չի ներկայացնում։ Դե Հայաստանը, որովհետև նենց դրած էր իրանցով նենց նշաձողը բարձր էր, այո։ Նենց նշաձողը բարձր էր դրած, որ շատ տարիներ չկարողացավ ոչ մեկ նվաճի այն հաջողությունները, ինչի որ հասավ, դե հետո էլ արդեն տեսանք ինչ հաջողությունների հասավ այդ թիմի ներկայացուցիչները։ Դրա համար երբ որ տեղափոխվեցինք, ուզում էինք կազմակերպեցինք այդ թիմը եւ Մոսկվայում լիգա կար, ոչ թե Ամիկ, ոչ թե Մասլիկովի, այլ ուրիշ կային լիգաներ, որտեղ կարելի էր ներկայացնել, մասնակցեցինք այդ թմով, ինչ որ տարբեր տեղեր ֆեստիվալների գնացինք, բայց Մասլիկովը ասաց, որ այդ անունով չի կարելի խաղալ Մոսկովսկի Արմյանի որն է։ Շատ չմտածելով փոխեցինք Պրեստիժնի Արմյանի, չգիտեմ ինչի համար էր տենց, դրեցինք, մի քիչ խաղացինք, հետո 2003 թվականին եկավ Արմյանսկի պրոյեկտ ուրախների եւ նրա, որտեղ որ մասնակցում էին Հայկ Մանուկյանը, Մկրտիչ Արզումանյանը, եկան եւ իրանք անցել էին Վիշի լիգա կար, չգիտեմ հայերեն ոնց է Վիշի լիգան։ Բարձրագույն լիգա էլի այդպես են ասում։ Բարձրագույն ոնց որ համալսարանը գիտես, բարձրագույն լիգա ուրախների եւ հնարամիտների կար, իրանք անցել էին ֆեստիվալից հետո այնտեղ։ Մարկը Սաղաթելյան ասաց, եկեք ձեր թիմը միացնենք այս թիմին, որպեսզի ստեղի միասին լինենք, դե շատ մարդ էր լինում, որովհետեւ ստեղ համ ապրում էին։ Ու տենց իրար հետ խաղացինք,
մի անգամ ու վերջ։ Այ, առաջին եւ վերջին անգամ։ Վերջ։ Իսկ ինչ որ հետաքրքիր պատմություն sense ծիծաղաշար բնականաբար շատ կան։ Շատ բնականաբար ֆեստիվալներից կա, որովհետեւ ֆեստիվալներին միշտ Սոչիում հունվար ամսին հավաքվում են բոլորը շատ թիմեր է հավաքվում, ունդերից տարբեր թիմեր գնում են տարբեր լիգաներ խաղալու։ Ունդը շատ հետաքրքիր բաներ ա եղել, բայց եթերային չի դա։ Հա, եթերային չի, լավ, հետո կպատմենք մեզ։ Կամ էլ հետո Դե եթերային չի բնակ, դե չեմ կարող իմացել։ Բաներ, որը դա ինչ որ մի մասն էր, դա փոքր ինչ որ մաս էր, որը որ դա շատ օգնեց, որովհետև իրոք այդ խաղը, որը որ կա, նա լավ դաստիարակում է իրար հետ ոնց որ թմում աշխատելու մեծ շուտ տենց պոտենցիալ է դաստիարակում մարդկանց մեջ։ Հիմա էլ եթե տեսնեք ով կա այդ թե հերոստա ընկերություններում, թե ծրագրերում ամեն ինչ բոլորը համարյա անցել են դա հետաքրքիր ֆենոմենալ այն ժամանակ։ Այդ հիմա շատ կա։ Այո, հիմա շատ կա ինչ որ տենց հումորային շատ է հիմա դարել հա ստենդափ։ Իսկ այն ժամանակ չկար, կար այդ գրիվոյե զերկլը, ինչ որ տենց բաներ կար, մեր համար արդեն չծիծաղալու։ Իսկ կար կավեն, որը միշտ տենց մնում էր երիտասարդ ժամանակ։ Դրա համար դե հետաքրքիր էր մեզ այդ ամեն ինչը։ Իսկ հետո արդեն բուրըն գործունեությունը որպես ջութակահար, երաժիշտ, կոմպոզիտոր։ Հասկացանք, որ ես հասկացա, որ դե կավենը դա ինչ որ տենց պրոֆեսիա չի էլի ու արդեն ես սկսեցի պարապել ջութակով զբաղվել ինչ որ իմ համար նոր երաժշտական բացել ուղղություններ ժանրեր հա շնորհակալություն ուղղություններ բացել սկսվեց գործունեությունը երաժշտական ավելի համերգային Երբ սկսեցիք առաջին անգամ ինքներդ գրել, ստեղծագործել։ Առաջին անգամ 2002 թվին։ Չէ, դրանից առաջ գրել ինչ, բայց չեմ համարել, որ դա պետք է ինչ որ հանրությանը ցույց տա։ 2002-ին 3-ին ինչ որ առաջի տեն ստեղծագործությունները, որը որ էլի իմ համար ինչ որ ես փորձում էի ջութակով բանաս, ինչ որ բան ստացվում էր, ինչ որ բան չէր ստացվում, հետո որոշեցի ալբոմ գրեի, բայց հիմա որ դասում եմ տենց շատ վատնա ոչ մեկին ցույց չեմ տալի։ Ինչու դա առաջին ձեր ձայնասկավառակը մեկ ջութակի պատմություն ճիշտ է հիշում պատմություն դա արդեն 2005 թվին էր, որը որ արդեն դա կայացած էր ավելի, հա, ամբողջական։ Դրանից առաջ շատ բաներ ա եղել, որը որ ես բաց չեմ թողել ու չեմ էլ ցույց տվել ոչ մեկին, որովհետև ասել եմ ինձանից հետո ցույց կտամ։ Դրա համար ինչն է ձեզ ոգեշնչում։ Ինչից կարող եք ոգեշնչել, արագ է ստացվում, թե ժամանակ է պետք ինչ որ մելոդիա, հա, թե այսպես կարող եմ մի քանի վայրկյանում ինչ որ մելոդիա գալ եւ գրեք։ Նայած ինչի համար, հիմա ավելի այդ ամեն ինչը պրոֆեսիոնալ է դարել, հիմա կա, այսինքն ֆիլմեր է, ամեն ինչ ավելի արդեն դեդլայններ գոյություն ունի, ամեն ինչ ուժ է։ Եթե մտածում եք ոնց ինչ որ պետքա գրվի կամ ստեղծագործվի, այն ինչ որ ստեղծագործվում է, դա միանգամից է իմ մոտ։ Միանգամից է ավելի ստացվում, կամ չկա, կամ ինչ որ միանգամից կա։ Ես չեմ նստում երկար շատ մտածում, կամ դա գալիս է կամ չի գալի։ Այ տեխնիկական արդեն երբ որ ինչ որ պրոյեկտ պետքա հանձնեք, այդ նստում ավելի մտածում ենք ավելի։ Եթե խնդրեմ ինչ որ մի բան, այսպես կամ ձեր ստեղծագործություններից կամ այս պահին ինչ-որ իմպրովիզ։ Օրինակ, արդեն մի 2 ժամ ենք շփվում ենք, մոտավոր գաղափար երևի հայաց դրսից նախագծից ստացակ։ Օրինակ, ինչ հնչյուն, ինչ նոտա կունենա նախագիծը։ Ոյ, չեմ կարող ասել, որ լադի։ Հա, 6-8 չէ։ 6-8 չէ։ Բա ես 6-8։ Ես գիտեմ, որ դուք եւ ջազ եք նվագում, եւ ռոք եք, եւ ռեգի, եւ էստրադա եւ դասական։ Բայց ով է ասում տենց բաներ։ Վայ, այդ ամեն ինչը համացանցում գրված է, ժողովում բացեք Էդգար Հակոբյան, Վիկիպեդիան, ամեն ինչ գրված է։ Ջութակով, ամեն ինչ։ Ջութակով։ Այո։ Լավ, դե սիրով ինչ որ մի բան։ Մեծ սիրով։ Սիրով ձեզ համար, չէ՞։ Իսկ հայացք
Հայացք դրսիցը ինչ նոտա կունենա։ Հայաց դրսիցը ինչ նոտա նա դամպայ։ Բրավո։ Ես որ ասում եմ երաժշտություններ կփրկի աշխարհը։ Լավ հայացք էր։ Հա? Էսի տենց չկա տենց բան, տենց էսի նոր տենց ինչ որ չգիտեմ։ Հատուկ հայացք դրսից նախագծի համար Էդգար Հակոբյանի կողմից։ Շնորհակալություն։ Իսկ ո՞րն է ավելի հարազատ, հոգի հարազատ ձեզ, ավելի մելոդիկ, այսպես մեղեդիներ, թե ավելի ռիթմիկ։ Մելոդիկ, որովհետև ես միշտ ինձ բախտ վիճակվեց մեր Հայկոյի Հակոբյան երկու ստեղծագործությունների մեջ, որը որ գրված էր Գարեգին Նժդեհի սաունդթրեքը, դա մենք իրար հետ շրջագայության էինք Պիտիգորսկում։ Ինքը ճանապարհներին ինչ որտեղ որ համերգասրահներում տեսնում էր դաշնամուր, ինքը process-ում էր այդ ժամանակ 2013 թվի ինչ որ հունվար ամիսն էր, եւ մենք շրջագայում որտեղ ինքը նստում էր տես դաշնամուր էր գտնում, ինքը սկսում էր տենց մտածել, ստեղծագործել ոնց ու տենց եղավ, ասեց կնվագես ջութակի մաս, մեր շատ մտածել եմ ոնց պետք է լինի ու նվագեց Սոչիում դաշնամուր էր դրած Ռոյալ նվագեց ու շատ դուրս շատ սիրեցի գնացի Երևան ու եւ գրվեց այս ստեղծագործությունը գրվեց ինձ արդեն ինքը արեց այդ գործիքավորումը ամեն ինչ որ ես գնացի Երևան ու իր մոտ ստուդիայում մենք ձայնագրվեցինք հիմա կփորձեմ ինչ որ ինքը շատ սիրուն մեղեդիա Գարեգին Նժդեհից որտեղ մի կտոր մի փոքր մաս եւ բախտ վիճակվեց նաեւ ջութակի մասը ստեղծագործության երկրաշարժ ֆիլմի Սարիկ Անդրեասյան սաունդթրեքը, որը Հայկոյի ստեղծագործությունն էր, ինչի մասին եմ դա ասում, որ ինձ դուր էր գալի, որովհետեւ ես սիրում եմ մելոդիկ կոմպոզիտորների մեջ կան մելոդիստներ ու կան կոմպոզիտորներ, որոնք ոչ մելոդիստներ, չգիտեմ, ինձ ավելի դուր է գալիս, երբ որ երաժշտության մեջ կա մելոդիկ Ես գիտեմ, որ նաև Հայկոյի հետ իհարկե բեմերում եք նաև ելույթ ունեցել համերգներին։ Թե սառցի շո, ես իմ ստեղծագործական կյանքը շատ գեղասահքի հետ է կապված։ Այո, Նավկա շոու նախագծի երաժշտական պրոդյուսերն եք։ 5 շոու երաժշտական պրոդյուսերը ես եմ եղել ու մենք մեր թվով Մանուկ Ղազարյանի հետ կոմպոզիտոր երաժիշտ դաշնակահար մեծ թիմով իրագործել ենք այդ մեծ նախագծերը, որոնք որ երևի թե Ռուսաստանում ամենալավ գեղասահքի
տենց գեղեցիկ, ավելի մասշտաբային ամենալավ գեղասահակի շոուներն են։ Այո, ամենամեծ ի վերջո օլիմպիական չեմպիոն Նավկայի բացի այդ մենք Պլյուշենկոյի հետ շատ երկրներով գնացել ենք ու 3 անգամ Հայաստանում եղել եւ Հայկոյի հետ թե երկրաշարժի սաունդթրեքի տակ շատ արդեն գեղասահորդներ են իրանց ծրագիրը ցույց տվել վերջիններից Եվգենիա Մեդվեդևան էր, որի հայրը մեր հայա Բաբասյանը ազգանունը։ Այո, ու ինքը տենց սահեց այդ երաժշտության տակ, դրա համար Հայկոյի երաժշտությունը ապրել է եւ միշտ կապրի, որովհետեւ Հայկոն ամենալավ, ամենավառ երաժշտական ներկայացուցիչն էր հայ ազգից թվում է վերջի ժամանակաշրջանում։ Բնականաբար մենք ունեցել ենք շատ մեծ երաժիշտներ, ես նկատի ունեմ էստրադայի սաունդթրեքերի մեջ, թե իր երգերի մեջ, թե մելոդիկան միշտ մելոդիկան միշտ կար, որովհետև ոնց որ ինքն էր հայկոական ձեռագիրը հայկոական դա ուրիշ է։ Իմ համար Երևանը Հայկոն էր։ Ինչ որ ասում են Երևան, իմ մոտ տենց Հայկոյի հետ է միշտ ասոցացվում, հա, Երևանը, որովհետև ինքը տենց Երևան էր։ Իմ համար միշտ տեսնում ենք թե երաժշտական, թե պրոֆեսիոնալ գործունեության մեջ միշտ հետաքրքիր էր Հայկոն։ Այդ Հայկոն շատ է եղել այստեղ, իրար հետ էլի շատ նախագծեր են կարել, երբ որ նա ինքն էր պրոդյուսերություն անում որոշ երգիչների ու անում էր դա Մոսկվայում, միշտ մենք այստեղ ենք հավաքվում ու այստեղ ենք իրագործում ինչ-որ բաներ։ Ես էլ բախտ ունեցել եմ Հայկոյի հետ աշխատել, շատ կարճ ժամանակ, իհարկե իր երգերից մեկի տեսահոլովակում եմ նկարահանվել, հետո մի քանի նախագծերում բախտ ունեցել եմ իր հետ շփվելու, հրաշալի մարդ էր, որպես մարդ նաև, ոչ միայն որպես երաժիշտ, ափսոս։ Հրաշալի մարդ է, որովհետև կան մարդիկ, որոնց մասին ես չեմ կարող խոսալ։ Անցյալով, որովհետև դրանք միշտ ներկա են իմ կյանքում, դա Հայկոն է, դա Արանա Մարտիրոսյան, Մարկնա Սաղաթելյան, դրանք ասենք ֆիզիկապես հարցը չի, հարցը որ միշտ ասենք իմ կյանքում իրենց ներկայությունը կա գործունեություն իրանց ստեղծագործություններ ամեն ինչը իրանք միշտ մնում են կան ու կլինեն Խոսեցինք հայ արտիստների, հայ ճանաչված ու սիրված արտիստների մասին, խոսեցինք Նավկայի շոուից, բայց նաև էլի կան ռուսական ասպարեզում, ռուսական շոու բիզնեսում մարդիկ, ում հետ դուք համագործակցել եք, համագործակցում եք, գրում եք նաև դուք ինքներդ սերիալների եւ ներկայացումների համար սաունդթրեքեր, ինչպես ձեզ հաջողվեց այս շուկայում, ռուսական շուկայում այսքան ճանաչում ձեռք բերել եւ հաջողությունների հասնել։ Եթե երկու բառով ինչպիսին էր այդ ճանապարհը։ Ծանոթ բարեկամ հարազատ, ծանոթ տենց քավորը սխաբար էր։ Իսկ եթե ավելի լուրջ։ Ավելի լուրջ դե գիտեք որ մանչեմ որ չենք երբ որ ինչ որ մի բանով զբաղվում չես մտածում ինքը տենց դռները բացվում են հերթով, այո։ Հա եթե դու քո գործով ես զբաղված, ես չեմ Գիտեք, ես ոնց ավելի տենց ասեմ, որ համ նրանց, որոնք որ ինչ-որ սկսում են մի բան անել, սկսում են իրանց ճանապարհը, որ համ իրանց վատ չլինի, վատ չզգան, համ էլ ես տենց ճիշտ ասեմ, էլի, որ եթե ինչ-որ դու մի բան անում ես ու չի ստացվում, ուրեմն լավ չես անում։ Եթե ինչ-որ մի բան անում ես ու քո կարիք կա, ու քո արածը ինչ որ տեղ ունի, տեղ ուրեմն լավ ես անում։ Ուրեմն պետք է որ անում ես։ Ինչքան էլ լինի, չգիտեմ, ծանոթներ, դե ոնց ենք, չէ՞, մենք մտածում ինչ որ մտածում են, այդպես մեկ-մեկ զանգում են, ասում են, այ որ կլինի, որ այստեղ սենց լինի կամ այնտեղ տենց ելույթ ունենան կամ բնականաբար կա տենց լինում է, որ ծանոթներով, ինչ-որ հարազատներով, ինչ-որ մի բանի միտեղ
ոնց ասեմ, միտեղ կհասնենք, բայց երբ որ տաղանդը չկա, վերջ ինչ որ միտեղ կանգ է առնում։ Դա շատ կարճ բան է, կարճ ժամանակ։ Ես ոչ մի անգամ չեմ հավատացել ինչ որ պրոյեկտների, որոնք որ ոչ մի տեղից ծնվում են, ոչ մի տեղից։ Լինի դա երգչուհի, երգիչ, չգիտեմ, երաժիշտ, թե պրոդյուսեր, դա ճանապարհ է, որը պետք է ունենա հիմք։ Եթե չկա հիմք, պատմություն, այսինքն դա sense փոքր քայլերով, տենց աստիճաններով, տենց որ ինչ որ տեղում մնաս կամ ճիշտնես կամ մնաս։ Մենք ինչքան մարդ եք տեսել, որոնք որ ասենք որպես արտիստ կամ ծնվել են ու եւ չի եղել մի տարի հետո ինչ որ մի հատ երգ են երգել ու հետո այդ մարդիկ անհայտացել, ինչքան անուններ կան կորած, չէ՞։ Դուք նաև Լյուբով Ուսպենսկայի մենահամերգի պրոդյուսերն եք։ Այո, մենակ ոչ միայն մենահամերգի, երգերի, նոր երգերի գրված։ Նոր երգ է գրել, չէ՞, վերջերս։ Երևան երգը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Ապա ուրեմն ինչ որ երգ էին ուղարկել, շատ տհաճ երգ էր, որ ինչ որ մի հոգի ուղարկել էր երգ գրող։ Ինչ որ sense ինչ որ անհեթեթություն էր։ Sense ինչ որ տենց բառեր էր սովորել ինքը, որ Երևանում տենց տեղեր կա ու սենց էր բառերը մոտավորապես ռուսերեն ասեմ թե հայերեն։ Ռուսերեն ոնց կա, այսինքն, եթե ռուսերեն երգ է։ Շատ վատ սենց բումպա պատկերացնում եք, այդ ռիթմ պահեք Мы встретились однажды на Арама. Мы встретились однажды в Паракяре. Սենց ինչ որ բառեր էր ասում։ Ինչ լավ է, որ այդ երգը չի ծնվել, չկա, չէ՞։ Սենց բառեր էր ասում, չէ։ Ու ասում է, զանգեց ինձ ուղարկեց Լյուբան, ասում է, մի հատ լսի, ասում է, այս սենց երգ է Երևանի մասին։ Ու ինչ որ այնտեղ բառերա, որ Դարտանյանը հայ է եղել։ Ապուշ հումոր էլի, շատ։ Որ եթե յանա են հին շատ, դաժե այն վատ հումորային ծրագրերում տենց բաներ չեն արել։ Ու ինքը ասում է տենց ուզում եմ սենց երգ, ասում եմ բառերը լսել ես այդ երգի, ինչի մասին ես ուզում երգես։ Ասեց դե բայց ուզում եմ ռիթմը փոխեմ, որ լինի հայկական ավելի։ Տենց որ լինի 6-8։ Ասեցի դե դու չէիր արել տենց, արի դու էլ տենց արա, որ ամեն ինչը հա որ զրան որ բան է էլի որ ռուսերեն ասում է կրուգ замкнулся։ Всё, դու սենց միանգամից սենց կփագես այդ բարոչնի կրուգը, որ օղակը։ Ասեցի, չէ, ոչ։ Ընդհանրապես լավ չի լինի, եթե դու տենց անես։ Ընդունեց։ Ինքը չընդունեց, բայց ինքը ընդունեց այն ժամանակ, երբ որ ուզում էր ինքը այդ երգը գներ, իրան ասեցին 1 միլիոն ռուբլի։ Ինքը հասկացավ, որ ես ճիշտ էի։ Եվ ասեց, չէ, բայց ասեցի շատ ես ուզում Երևանի մասին երգ երգես։ Ասեց շատ եմ ուզում Երևանի մասին երգ երգեմ, որովհետև ես դե ապրել եմ իմ երիտասարդ իմ լավ տարիները անցել է Երևանում Անի հյուրանոցում։ Ես ասացի, չէ, Անի հյուրանոցի մասին ես չեմ կարող գրեմ։ Ես չգիտեմ այդ Անի հյուրանոցի մասին ինչ գրեմ։ Ինքը տենց ասեց, լավ, դե Անի մասին մի գրի, Երևանի մասին ինչ որ մի բան, ասացի, լավ, նստեցի, երաժշտությունը արեցի, հետո ասեցի, ինչ անեմ, ասեցի, բառերն էլ երևի ես գրեմ։ Գրեցի ես, որ դե ես Երևանում եմ ծնվել, ես լավ գիտեմ Երևանի մասին։ Ասինքն, բայց տենց բառեր գրեմ, որ դա երևի որ հաճելի լինի, ավելորդ բառեր չլինի մեջը, որովհետև ինձ շատ դուր չի գալիս, որ տենց Հայաստանի մասին են երգում, կամ Երևանի մասին դա լինի, կամ ես ինչ ու շատ մեջը խոբ, խուբ, խեյ, սենց բառեր են ինչ որ ու շատ վատ բառեր։ Չի այո, մեր Երևանին։ Երևանի մասին ավելի եթե թեկուս ռուսերեն բառեր է։ Ըստ ինձ ես դա էլ չեմ սիրում, երբ որ սենց ինչ որ 6-8-ա դա կոչվում, չէ, 6-8-ա կոչվում, չէ, այս պարային, լավ, եկեք պարային անվանենք, այդ ամեն ինչը։ Ինձ ընդհանրապես դուր չի գալիս, երբ որ տենց պարային ինչ որ ռուսերեն բառերով, բայց դա սուբյեկտիվ կարծիք է։ Շատ մարդկանց դուր է գալիս ու նայելով որ ինչքան են նայում, լսում, դիտումներ կա, ընդհանրապես դա մարդկանց դուր է գալիս։ Էլի ասում եմ, դա սուբյեկտիվ կարծիք է, երաժշտական։ Ինձ դուր չի գալիս, երբ որ հայկական երգ է փորձում երգել, ավելի տենց այդ պարային ինչ որ։
Բայց դե երբ որ ուզում էր բան, դե ինքն էլ տենց շատ էր ուզում Երևանի մասին երգեր, ու հետո Գյորգի Կարապետյանին խնդրեցի, քանի որ ես տենց բառեր շատ չեմ գրում, պոետ չեմ տենց։ Խնդրեցի Գյորգի Կարապետյանը շատ երգեր է գրել Սոսո Պավլիաշվիլիի համար, ընդհանրապես շատ երգեր ունի, նա գրում է Արմենիի Գրուզին երգն է գրել։ Շատ երգեր ունի գրած, ես խնդրեցի, որ ինքը մի քիչ տեքստը դայի ու մշակեց ինչ որ բաներ հետաքրքիր իր կողմից գրեց եւ Լյուբան շատ դուր եկավ, հետո երբ որ ինքը տենց տարբեր տեղեր սկսեց այդ երգը երգել, ու տենց ընդունեցին այդ երգը, ոնց որ դուր եկավ մարդկանց ու երկար ժամանակ դուրս չէր գալի ինքը պլատֆորմերին։ Հետո դե որովհետեւ բացի այդ որ կապ չունի դուք հարազատ մտերիմ հարաբերությունների մեջ եք, միշտ պետքա լինի պայմանագրեր ստեղծված, որովհետև դա ինչ որ տարբեր этаպների կա կազմակերպություն, որը որ իր ինչ երկ ինքը բաց է թողում, իրանով ինչ բաց է թողնում, նրանք հեղինակային իրավունքների հարց կա, տոկոսային հարաբերություններ, կա նենց կուլիսային միջակը, որը որ պետք է ինչ որ երկար դա գնում էր ու բաց թողվեց դուրս եկավ Երևանի տոնին հակարծեմ երգ վերջերս այո հոկտեմբերին ուրեմն Լյուբան պետքա երգեր Թաթայի հետ Հանրապետության հրապարակում նա խնդրեց ինձ որ ես գնամ իր այդ աշխատեմ իր հետ որովհետև հայերեն բառեր կար որ շատ վատ չհնչի որովհետև ճիշտ պետքա խոսք երգի մեջ ասվի ես Այդ երկար աշխատեցի, նա երկու հատ երգ Թաթա Սիմոնյանի հետի դուետը կար, որը որ շատ 98 թվին էին իրանք գրվել, բաց թողել ու ինքը արդեն դե բնականաբար այդ բառերը մոռացել էր, իրան դժվար էր։ Իսկ հիմիկվա ձենով պետքա գրվել ուրիշ տոնայնության մեջ, դե որովհետև դե տարիքը արդեն մեծանում է, ուրիշ ձենով պետքա հնչեր, մենք դա ձայնագրեցինք, ես աշխատեցի իր հայկական տենց այդ տեքստը, որ ինքը ճիշտ արտահայտի եւ երգը կա, որը որ Անատոլի Դնիպրովի հետի դուետներ Թաթայի Լյուբան երգեց իր հետ Արարատ երգը Արմենիա երգը դա էլ օգնեցի որ հայկական տեքստերը որ ճիշտ ավելի դնի այդ շեշտեր հայկական ու ինքը տենց ու գնաց այնտեղ ու երգեց նաև այդ երգը որը որ չպետք է երգեր այդ օրը երգեց այդ երգը Երևանի մասին ու դուրս որպես պրեմիերա ստացվեց որովհետև դրանից մի օր առաջ ոնց որ Երևանի տոնին ստացվեց որ դա երգը նվեր եղավ Երևանի հա տոնի չնայած ես չեմ համարում որ տենց երգերը Երևանի տոնին պետքա նվեր լինեն որովհետև Երևանը ավելի կրթված է ավելի զարգացած է որպես պատմություն եսի նկատի ունեմ որպես ներկայացուցիչներով իրա որովհետև ես համարում եմ որ աշխարհում շատ լավ հայ ներկայացուցիչներ ունենք որոնցով ես իմ համար միշտ իրանք տենց օրինակ կբերեք ասա աշխարհում դու լավ գիտեք մի քանի կարամ ասեմ ով չի Քիմ Քարդաշյանը չի ու տենց էլի շատ մարդիկ կան որ բլոգերներ կան բաներ կան որոնք որ չի իսկ ովա շատ են մեծ անուններից սկսված մեր կոմպոզիտորներից ամեն ինչից թե դե մենք ում հետ կուզենայիք որ համագործակցեք այ մեր մեծ թեկուզ անցյալից կուզենայի շատ հանդիպեի Արամ Իլիչ Խաչատուրյանին հանդիպեի տենց ուղղակի երևի թե շատ բան ավելի որովհետև շատ հետաքրքիր մեծ մեծություն Արնո Բաբաջանյանին Տիգրանյանին Հեքեքյան Մակար Եկմալյան Կոմիտաս Տերտերյան եւս շատ անուններ կան այո շատ ունենք հիմա իմ սիրած երաժիշտներից դասականի մեջ բնականաբար Սերգեյ Խաչատրյանն է ջութակահար դասական ջութակահար որպես շատ միշտ հետևում եմ իր գործունեությանը ոնց է գործունեությունը իրականացնում աշխարհում միշտ ոնց ասեմ հրապուրված եմ իրան նվագով Նարեկ Հախնազարյանն է թավջութակահար մենք շատ լավ անուններ ունենք աշխարհում
որոնց ավելի ցանկալի կլիներ, որ Հայաստանում ավելի ուշադրություն դարձնեին, գնահատեին։ Ուշադրություն դարձնեին, գնահատել թե երևի թե բնականաբար գնահատում են, չի կարելի տենց ասել։ Դեպքում ինչ առումով ուշադրություն դարձնեն, ինչն է պակասը։ Մենք ավելի ես երբ որ նայում եմ, հետևում եմ հայկական իրականությանը, ոչ թե Հայաստանում, իմ համար իդեպ ասեմ, որ հայկական իրականությունը ինձ համար ոչ միայն Հայաստանը չի Հայաստանում։ Ես չեմ ընդունում ոչ մի դեպքում, էլի սուբյեկտիվ հիմա կասեմ ես Մարինա ջան, որ չեմ ընդունում, երբ որ սենց ինչ որ բան կա, վերջերս լսեցի պաշտոնական Հայաստանի պաշտոնական, չեմ ասի, հարցազրույցը, ես չեմ մտածում, երբ որ ու չեմ ընդունում, ուղղակի չեմ ընդունում, ու շատ ցավալի հարց է ինձ համար, երբ որ ասում են պետքա գալ ստեղ ապրել, նոր ինչ որ Հայաստանի խնդիրներից կամ ինչ որ բանից խոսալ։ Տենց բան կա Հայաստանում։ Այսինքն որ այնտեղ ներսում ապրեք, նոր խոսած տենց չի աշխատում դա, որովհետև Հայաստանը դա տուն է, կապ չունի ով որտեղ։ Մարդիկ շատ տարբեր մարդիկ իրանց գործունեություններով իրանց հարմար է չապրել այդ պահին այդտեղ կամ ինչ որ մի ժամանակ, բայց ես լինելով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես բնականաբար ուզում եմ ապրել Հայաստանի Հանրապետության խնդիրներով ուրախանալ ինչ որ հաղթանակներով, հաջողություններով։ Դա չի լինում, որովհետև Հայաստանը շատ ինչ որ մի ոնց բացատրեմ Հայաստանի զենք կարելի ասել, մի զենքերից մեկը սփյուռք բառը չեմ սիրում շատ։ Այդ հայերն են, որը որ աշխարհով սփռված են, այդ հայերը շատ մեծ, ոնց ասեմ, զենք, բայց ոչ վատ իմաստով այդ զենք բառը, այլ ինչ որ մշակույթով, սպորտով, գիտության մեջ, թե պատմության մեջ միշտ մտավորականության մեծ մասը եղել է դուրսը Հայաստան։ Տենց ստացվել է։ Տենց է։ Բայց վերջին տարիներին, այո, ճիշտ է, որ այսպես Հայաստան-Սփյուռք կապը կարծես թե ուզում են կտրել։ Այդ շատ վատ բացասական ունի իմ համար։ Էլի ես ինչ որ խոսում եմ, դա սուբյեկտիվ կարծիք է։ Դա միայն իմ կարծիքն է, ես ոչ մեկին չեմ պարտադրում, ոչ մեկին չեմ ասում, այ սա ճիշտ է շատ, որովհետև ինձ թվում է, որ ընդհանրապես հայ իմաստը կիսելը դա շատ վատ երևույթ է։ Երևույթ է, որովհետև կիսել չի կարելի։ Չի կարող հայը կիսվի։ Հենց այդ բանն է, էլի, որ ռուսերեն ասում են «разделяй и властвуй»։ Ինչքան ավելի շատ կիսվի, այնքան ավելի շատ խմբերով համախմբվածությունը միշտ պետքա լինի։ Մասնատում պիտի չլինի, այո։ Ու համախմբվածությունը չպետքա լինի խոսքերով, որ մեկ-մեկ տենց կոմենտների մեջ նայում ես, մենք սենց ենք նվագում, դրա համար մենք հզոր ենք, մենք սենց ենք պարում, դրա համար մենք հզոր, չէ, տենց դա պոպուլիզմ է։ Պոպուլիզմը շատ ահավոր վատ երևույթ է։ Դա խոսքեր է ուղղակի։ Ազգային ինչ որ մտածել է կերպա պետք, դու ինձ թվում է ամեն մեկը պետքա աշխատի իր բնակավարում, իր ոլորտում, իր շրջապատից, իր տեղից, ինքը ինչ որ մի բան լինի, որովհետև ինձ թվում է որ հայ լինելը մեծ պատասխանատվություն է, այն էլ դուրսը։ Հայաստանում էլ է մեծ պատասխանատվություն դա։ Դուրսը ավելի մեծ պատասխանատվություն է։ Դուրսը մեծ պատասխանատվություն է, որովհետև ու եթե դու ունես աուդիտորիա, շատ մեծ ավելի պատասխանատվություն է, որովհետև դու ինչ որ մասաների ինչ որ բան ես ասում ու դու ներկայանում ես որպես հայ։ Ինձ թվում է հայերի մասին, երբ որ կարծիք կա, ինչ որ լավ կամ դա իր ներկայացուցիչների հետ է կապված։ Ներկայացուցիչները ինչքան ճիշտ, ինչքան էլի ասում եմ առանց պոպուլիզմի, որովհետև այն որ ինձ շատ դուր չի գալի, ես ասեմ էլի դրա մասին, այն որ
գիտես, էսի հայեր, գիտես, էսի հայեր, հայեր, լավ, դե հայեր, ինքն էլ հայ է, էլի, դա ոնց որ գիտեք, ինչ փոքր ազգերի կոմպլեքս լինի։ Իսկ ես շատ չեմ ուզում, որ իմ ազգը համարվի փոքր ազգ, որը որ ունի տենց կոմպլեքս։ Լավ, դե հայ է, լավ է։ Ինչ է դրանով արում։ Կամ մենք գիտենք, որ ծովից ծով ենք եղել։ Դե լավ է, եղել ենք, հիմա կամ պահենք։ Հա, կամ մենք հին ազգ ենք։ Դե երևի թե դա ու հին ու ինչ։ Չեմ սիրում այդ շատ միշտ այդ կլիշեները էլի տենց որը որ բան է անում շատ տենց կպնում է ինչ որ տենց մասի որը որ չի դուր գալի որովհետև ավելի ուզում ես ավելի կրթված ես ուզում ավելի ուզում ես որ պատմություն իմանան իսկ մեկ խոսում ես քո ազգի ներկայացուցիչներից հասկանում ես որ իրանց պատմությունը մի քիչ չգիտեն բայց պատմությունը շատ կարևոր բան է դու պետք է իմանաս որտեղից ես եկել, որ իմանաս որտեղ ես ուր ես գնում։ Պիտի գնաս, այո։ Դա շատ կարևոր է։ Անցյալով չապրել, բայց իմանալ պատմությունը։ Բայց մենք պատմությունը չգիտենք ու ապրում ենք անցյալով։ Շատ ճիշտ մտքեր։ Շատ ահավոր բան է ինձ թվում։ Ճիշտ է։ Դու ես տենց եմ մտածում։ Ես հետևելով ձեր էջին ավելի շատ YouTube-յան, հա, եւ Facebook-յան շատ པարզ հասկանալի է, որ այո, դուք Հայաստանի խնդիրներով ապրող եք, Հայաստանի հաջողություններով ուրախացող եք, այստեղ ապրելով դուք հայ եք մնացել եւ ներկայացնում եք։ Չեմ խառնվում ես քաղաքականության ինչ որ հարցերը, որովհետեւ դա ինձ չի հետաքրքրում։ Դե այնպես թե այնպես յուրաքանչյուր մարդ կուլտուրայի պատմության ինչ որ դա այդ վիճակ ես հետաքրքրվում եմ ինչ է կատարվում Հայաստանում կուլտուրայի բնականաբար կրթության մնացած յուրաքանչյուր մարդ իր ասպարեզում բայց չէ որ մշակույթի մարդիկ էլ իրենց ձևով են ազդում քաղաքականության վրա ես ամենևին չեմ բնականաբար բայց իմ համար քաղաքականությունը շատ գնալով նայելով աշխարհում ինչ է կատարվում ինչ է լինում ինձ թվում է քաղաքականությունը շատ դա վերջի ինչ որ իմ համար այտենց վերջի երևույթն է որով որ կուզենաք զբաղվել։ Չեմ ուզում զբաղվել։ Ոչ մի անգամ չի կարելի ասել, որ չէ, վերջ, որովհետև մենք մեզ մարդկանց բնորոշա փոխվել, որովհետև դե ես չեմ կարող մի մարդուն ասենք, լավ, օրինակ բերեմ, լսում եմ ինչ որ արտիստ, դուրս չի գալի, լավ չի երգում կամ ինչ որ լավ չի նվագում, բայց հետո ինչ որ ժամանակ անցնում, այդ մարդը իր աշխատում է իր վրա, ինքը սկսում է լավ երգել, լավ նվագել, բնականաբար ես տեսնում եմ ու փոխում եմ, չէ, իմ տեսակետը, որովհետև դե աշխատել եմ այդ։ Տենց էլ կարծիքը բնորոշա փոխվելու։ Ես չգիտեմ, հետո ասենք 10 տարի հետո կարող է հա շատ ինչ որ բաներ փոխվի, որ ես ասեմ, շատ դուրս գալիս է պատմություն գիտեմ, այս գիտեմ, այն գիտեմ, եկեք տենց զբաղվեմ քաղաքականությունով, երևի թե ինչ որ բան փոխ, բայց ներկա դրությամբ ինչ որ կատարվում է, կարող է ամեն ինչը գնում է դեպի լավը։ Մենք չգիտենք, միշտ ամեն ինչ որ մութ վիճակից հետո ինչ որ բացվում է շատ լավ բաներ, շատ տենց է եղել։ Պատմությունը ունի իր ցիկլները, ինքը կրկնվում է միշտ։ Տեսեք 1917 թիվը, 1924 թիվը, 15 թիվը։ Տեսեք միշտ ինչ որ սա աշխարհով մեկ ինչ որ բաներ է լինում, տենց հետո հանգստանում է, հանդարտվում է, հետո ինչ որ էլի բան, միշտ այդ կռիվները ամեն ինչ։ Հիմա մենք այո, այդ ռեֆորմի մեջ ենք, դարաշրջանի սկիզբն ենք գտնվում։ Այո։ Միշտ դարաշրջանը 1812 թիվը, դե ես կարամ պատմությունով երկար գնամ, ու ասենք վերեմ օրինակներ, որ միշտ կրկնվում է այդ ամեն ինչը։ Դրա համար ինձ թվում է, որ մի ինչ որ լավ բաներ կբացվի, բայց հենց հիմա ներկա դրությամբ այն ինչ որ կատարվում է, այն ինչ որ աշխարհում այն էլ մարդիկ, որոնք որ զբաղվում են այդ ամեն ինչով ինչեր են անում, տենց այդքան չի։ Ես կուզենամ, որ նրանք ավելի շատ լսեն լավ երաժշտություն, այդ դեպքում հաստատ ավելի բարի ու լավը կլինեն։ Ես թվում է նրանք ընդհանրապես չեն լսում երաժշտություն։ Չէ, լսում են, նայած ինչ երաժշտություն են լսում, բնականաբար երևի թե լսում են, ուղղակի չեն մտածում։ Անմտածել երաժշտությունն էլ չի կարելի լսել։ Երաժշտությունը մի քիչ տալիս է հնարավորություն մտածելու համար։ Դասականը, ես դասական երաժշտություն եմ սիրում լսել։ Ես չեմ նվագում, ես դասական ջութակահար չեմ, երաժիշտ չեմ, ուղղակի դա հնարավորություն է տալի մտածելու։ Լավ երաժշտությունից ուզում եմ ասել մի քիչ հետ գանք էլի հայրենիքից, ամենասիրելի երգը Երևանի, Հայաստանի մասին, չգիտեմ, որն եք, որ սենց ջերմացնում է հոգին։ Դե ինձ մեր Քրիստ Մանարյանի ամեն բացվող առավոտ շատ որը որ մեր բակի մեջ էր։ Այո։ Ամեն բացվող առավոտ։ Հայկոյի Երևան։ Այո։
Իմ համար ավելի տենց զբոսանք Երևանով ֆորշը որ երգում եմ ես շատ սիրում եմ Երևանի մասին որ Քրիստ Մանարյանն է գրում Երևան Մանարյանի տղան մենք շատ մտերիմ հարազատ համ հարևաններ ենք եղել համ էլ տենց քավոր սանիկ դեր եղել որովհետև հորքուրս Քրիստ Մանարյանի երեխայի Լիլիթի կնքա մայրն է ու միշտ ինչ շատ ժամանակ ինչ ծնվել է ինչ ծնվում էր Քրիստ Մանարյանի Երևանի ժամանակ ես մենք տենց լինում էր որ առաջիններից էինք լսում այդ ստեղծագործությունները ու ոնց բարի Քրիստ Մանարյանն է գրում Երևանի մասին ինձ շատ ադուր գալիս Վերադառնանք էլի ֆիլմերին, սաունդթրեքերին, շատ հիմա ֆիլմերի վրա եք աշխատում։ Շատ ֆիլմերի վրա աշխատել ենք։ Ջան, շատ բաներ իրագործված է, Ծարիկի Անդրեասյան ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակը մեծամասնության հենց է ստացվել, որ մենք ենք ոչ միայն նրա համար, որ ինչ-որ մտերիմ հարաբերություն է, շատ կան էլի կոմպոզիտորներ, որոնց հետ որ աշխատում են, այլ ուղղակի մենք ինչ-որ տենց իրար հասկանալու, որովհետև բացի ստեղծագործական process-ը, գոյություն ունի deadline-ների process, գոյություն ունի հասցնել ժամանակին, բայց դրա հետ մեկտեղ անել ինչ-որ նենց ամեն ինչը, որ որակյալ։ Ավելի մենք աշխատում ենք այդ ամեն ինչը, թե ինչքանով է ստացվում, դա արդեն հեռուստա դիտողը գիտի, բայց աշխատում ենք ու ավելի նույն ալիքի վրա ենք գտնվում, դրա համար ինձ հասկանում ենք իրար, որովհետև Արտաշես Անդրեասյանն է պատասխանատուն, դա ավակ եղբայրն է Անդրեասյանների, մենք իրար հետ ավելի աշխատում ենք այդ ծնոների process-ների վրա։ Համ էլ Մանյունյա ֆիլմը, որը որ բոլորին սիրվեց, գիտեք, հետաքրքիր բան տեղի է ունենում, գնում ենք Երևան ու ասում են գիտերը չիմանալով որ կապ ունեք այդ կինոյի հետ կամ այդ ֆիլմի հետ, շատ սիրվեց իդեպ ասեմ այդ սերիալը, թե ֆիլմը, ասեմ նաև որ ֆիլմի սցենարի հեղինակը իմ քույրն է, Նարինեն Հակոբյան, Նարան, բացի նա որ Նարինե Աբգարյանը գրել է այդ ամեն ինչը, սցենարիստը մնացած կինոների, այդ սիկվելների, պրիկվելների ինչ որ կա, Նարինեն Հակոբյան իմ փոքր քույրն է ու Երևանում ասում են կարող ենք տանել էքսկուրսիա անել Բերդ քաղաքում որտեղից նկարահանվել է շատ հետաքրքիր է որ դա այտենց ինչ որ պրոյեկտները գրվել է տեղա ունենում արդեն որպես այտենց ինչ որ մաս Հայաստանի ներկայացնող ինչ որ դաստապրիմիջատիվիստ պետք է ասել որ դա շատ բարի պատմություն է ընկերության մասին Ես գիտեմ, մենք նայել ենք իմ բալիկներն են նայել, այնպես որ առաջարկում եմ ովքեր չեն դիտել։ Շուտով մուլտֆիլմն է դուրս գալու։ Մանյունյան երկար, շատ հետաքրքիր աշխատանք է տարած ու եւ դուրս է գալու պրիկվել է կոչվում, թե սիկվել է կոչվում, իրանց տատիկի որ բակ ար մեջը իր մանկությունը։ Մի խոսքով հետաքրքիր զարգացումներ են սպասում։ Շատ զարգացումներ ու լավ պրոյեկտ է, բարի պրոյեկտ է, այդպես պրոյեկտներ ինձ թվում է մի քիչ շատ է պետք որ ավելի լինի։ Դրա հեղինակը երաժշտության մեր Մանուկ Նաղազարյան, սաունդթրեքի, որը եւս սիրվեց։ Իմ սաունդթրեքներից Եվգենի Անեգինի գրած սաունդթրեքն է, Վալս 1805 թվի վալս, որը որ էլի այդպես սիրվեց որպես գործիքային երաժշտություն։ Հիմա աշխատում ենք Ցար Սալտան նոր նկարահանված ֆիլմ։ Դա սիրված է բոլոր հետսովետական միության բոլոր երկրներում, ինձ թվում է դա էլ հետաքրքիր կլինի։ Վերցրել ենք Ռիմսկի Կորսակովին, որը որ Ցար Սալտանի կոմպոզիտորն է, վերցրել ենք իր գործերը, մշակում ենք մեծամասնությունը այդ գործերը, որ ավելի ավակ սերնդին ավելի հարազատ լինի, որ այդ երաժշտությունով ընկալվի ֆիլմը, որ ավելի տենց հեքիաթային լինի։ Շուտով դուրս կգա փետրվար ամսին Դամովենը Կուզյան գրեցինք երաժշտությունը։ Շատ սերիալների Սիմոն սերիալի
երաժշտությունը Չիկատիլո Մանու Ղազարյանը գրեց շուտով դուրս է գալու Զալատոյ դուբլ 73-ի ֆիլմը, որը Վալերի Սարյանն է, այո։ Նկարել հիմա աշխատում է այդ կինոյի վրա Մանու Ղազարյանն այդպես երաժշտական դելի աշխատել է երևի էլի կոմպոզիտորներ կան, որոնք որ աշխատել են, որովհետեւ ժամանակ չունեք շնչելու, համերգների հետ, հյուրախաղերի, դրա հետ մեկտեղ համերգային գործունեությունն է, որը որ այո, առաջիկայում սպասվող Վոլգոգրադում եղավ, Կազանում էր համերգ, քաղաքներով համերգ, մյուս տարի մեծ շրջագայություններ են սպասում արդեն ոչ Մոսկվայում, ոչ միայն Մոսկվայում, այլ նաև ուրիշ երկրներում։ Իսկ հիմա պատրաստվում համաշխարհային տուրնե եք պատրաստում։ Իսկ հիմա պատրաստվում եմ ամսի 28 նոյեմբերի Դոմ մուզիկի համերգասրահում համերգի Եվս մենահամերգ ընկերները իմ մոտիկ հալազատ մարդիկ որտեղ նաև ելույթ եք ունենում ձեր կնոջ հետ, ունեք ընտանիք գեղեցիկ, հրաշալի, երկու բալիկ Իմ կինը կա կոլեկտիվ սոպրանո турецկը, հա, ասեմ չիմացողների համար, որ турецկի ազգանունը կապ չունի Թուրքիայի հետ, այո, կապ չունի, դա турец քաղաք կար, турец ընդեղից, հա, турецկի, այդպես քաղաքից, հա, իրանք ջհուդեն, այդպես ու ինքը վերցրել է, որովհետև իր մոր ազգանունը կողմնա վերցրել, որովհետև ինչ որ այդպես կորում էին արդեն, այդպես վերցեց, նա Թուրքիայի հետ ոչ մի կապ չունի։ Ունի հրաշալի կոլեկտիվներ եւ տղաների եւ աղջիկների։ Որը որ Հայաստանում ա ծնվել մեծացել, Լիաննան ու 74 դպրոցում սովորել։ Այդ ջուդեն, որոնք որ Հայաստանում են ապրել։ Ու իմ կինս այդ կոլեկտիվից է, շատ երկչուհի եւս ջութակար։ Երկչուհի եւ ջութակահար։ Ես միշտ ջութակար եմ ասում, չգիտեմ ինչի համար չեմ ասում ջութակարի, որովհետև ռուսերեն սկրիպաչկա չի դուրս գալիս, դե ջութակար եւ ջութակար է, ինչի սկրիպաչկա շատ վատ է լսվում, չէ, սկրիպաչկա, ոնց որ պրաչկա լսվի ռուսերեն։ Ջութակահար, հա, երբ որ ժամանակ մեր գործունեությունները իրար կապ չունի ընդհանրապես։ Ինչպես եք հանդիպել, նույն բնակավարի մարդիկ եք, բնականաբար։ Կպատմեք ձեր հանդիպումը։ Իրանց ելույթներ, իրանց մոտ կար իրանց համերգային տնօրեն, իմ շատ մտերիմ ընկեր է Վոլգոգրադից Արտյոմ Թաթոսյան, որը որ էլի հայ, հա, դեպի ասեմ որ իրանք շատ հայտնի են այնտեղ Վոլգոգրադում իրանց ընտանիքը, որովհետև իրան մայրիկը ամենալավ կիևսկի կոտլետներն է մտածել ու իրանք շատ լեգենդար են այնտեղ, ով գնում է այնտեղ, միշտ իրանք տենց հետաքրքիր ինչ որ բաներ կա։ Ու ինքը տենց ասեց գնանք ելույթի, ես մի հատ կոլեկտիվի պրոդյուսերն եմ, թե տնօրենն եմ, գնացին ելույթի, գնացինք, ես տենց տեսա իրան, սկսեցինք ընկերություն անել, շփվել ուղղակի։ Շատ երկար ընկերություն էինք անում, մի տարի, հետո տարի ու կես, ուղղակի ընկերներ, հետո տենց ստացվեց, որ ընտանիք, հետո երկու հրաշալի դուստրեր, երկու տարբեր մենտալիտետները դժվար չի, թե դուք էլ արդեն։ Չէ, որովհետև տենց դաստիարակության հետ է կապված ամեն ինչը, բնականաբար լինում է ինչ-որ բաներ, որ դե տարբեր են, բայց երևի 13 տարվա մեջ ինձ թվում է այդպես չի եղել ինչ-որ հայերեն սովորել է ձեր կինը խոսում։ Երեխաները հայերեն խոսում են, իմ աղջիկը հայերեն խոսում է, արտասանում է, որովհետև էդի շնորհով իմ մայրիկին, որովհետև մայրիկը շատ է աշխատում երեխաների հայերեն հայ իմացության վրա, հայերեն խոսալու վրա սովորելու, սովորացնում է հայկական մուլտեր ենք նայում։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում։ Մեր հին սազի ողբանավակ լացակոմած լարն եմ սիրում։ Ցավոք սրտի շատ չեն հայկական մուլտերը, ձեզ ասեմ, եթե նկատել եք։ Նենց այնքան չի, ինչքան որ։ Բնականաբար քիչ չեն ուզում, էլի։ Էկոնոմիան անում, մուլտերի վրա էկոնոմիա չի կարելի անել Հայաստանում։ Դե անպայման եթե մուլտ եք նկարում, հայերեն լեզվով մուլտեր նկարեք, բայց հետաքրքիր, ոչ թե տենց վատ։ Դուք եք գրեք երաժշտություն։ Մենք կգրենք անպայման երաժշտությունը, արդեն գրած է, բայց մուլտեր պետք է։ Մնում սպասում ենք մուլտֆիլմերի։ Ընդհանրապես հայերեն լեզվի կոնտենտը շատ քիչ է երեխաների համար։ Մենք մինչև հիմա պույպույ մկնիկն ենք նայում երեխաների հետ։
Այն որ ես մկնիկ եմ, պույպի կոկոսին է։ Լավն են, մեր հին մուլտերը լավն են։ Հին մուլտերը շատ լավն են, բայց քիչ է, ինչ որ նոր կարելի է ինչ որ էլի վերածնունդ անել, ինչ նոր, որովհետև երեխեքը ուրիշ ձև են անցալում, ժամանակը փոխվում է, տեխնոլոգիաները փոխվում է, իսկ այո, մուլտֆիլմերով կարելի է լեզու սովորել։ Մի քիչ շատ կարելի է երեխաների համար կոնտենտ նկարել։ Դա շատ է։ Համար երեխաները հայերեն խոսում են, իմ հետ են խոսում, ես ինչ որ բաներ եմ ասում, կինս է հասկանում հայերեն, որը որ ցավոք սրտի, որովհետև հեռախոսով մեկ-մեկ բաներ եմ խոսում, կուզենայի չհասկանար։ Բայց սովորել է հասկանում է, հա, հետո հասկանում է, որ ձեր կինը, ձեր գեղեցկուհի Իվետը Ռոգովա, չէ՞, ճիշտ եմ։ Ռոգովա։ Հա, հա։ Տենց ասացի ազգանունդ մի փոխի հələ որ։ Ինչու։ Դե պետք կարողա։ Իսկ դու դեմքի որ նայում ես ինքը Հակոբյան չի ոչ մի։ Հակոբյան չի։ Հասկանալի է։ Իսկ ձեր երեխաները իրենց մեջ ինչն է զարգացած երաժշտականությունը կա, դուք կուզենաք արդյոք որ նրանք ձեր ճանապարհով գնան, թե իրենք իրենց որոշումներով։ Մարդուն իր ճանապարհը, ինձ թվում է որ իրանք կգտնեն իրանց ճանապարհը։ Մենք սկզբից այդ երաժշտական հիմա իմ աղջիկս, իմ դուստերը, ավակ դուստերը սովորում է Խաչատուրյանի երաժշտական դպրոցում, Խաչատուրյանի անվան երաժշտական դպրոցում վոկալի բաժնում երգում է եւ դաշնամուր է նվագում։ Բայց ես ուղղակի եթե տենց իրանց մենք պետք է երեխային տաս ուղղորդել թե ինքը ինչ կընտրի արդեն ամենալավ ներդրումը դա երեխայի ներդրումն է էլի ամեն ինչը որ երեխա ունենա տարբեր ընտրության համար շատ բաներ համ սպորտով պետք է զբաղվել համ պետք է զբաղվել երաժշտությունով համ պետք է զբաղվել կրթությամբ որ իմանալ պատմություն այդ ամեն ինչը օգնում է կյանքում դրա համար սովորում են բայց թե ինչ կընտրեն իրանք դա արդեն իրանց սեփական ճանապարհն է, իրանց գործն է, որովհետև մենք պետք է դաստիարակել երեխաներին, ես չեմ համարում, որ ազատություն, որ ասում եմ ես երեխաներին ազատություն եմ տվել։ Ազատությունը երեխաներին դա էդի ադապտացիա չի կյանքին։ Էդի հետո կոմպլեքս է, որովհետև եթե երեխաներին ամեն ինչ թույլ է տրվում, հետո իրանք շատ վատ կպահեն իրանց։ Չեն հասկանա թե որտեղ է ստոպ, ասում ամեն ինչ դրա համար երեխաներին անպայման պետք է միշտ տենց բայել, բայց դրա հետ մեկտեղ տալ ընտրություն։ Ընտրություն տալ, որ հետո կյանքում կարողանան նույն ընտրություն որ ունես լավ է էլի։ Հասկացա։ Տենց է երեխաների հետ։ Շատ լավ, եւս մեկ անգամ եկեք հիշեցնենք համերգը որ օրն է լինելու, որտեղ եւ որտեղ կարող են հետևելով ձեր էջին, չգիտեմ, աֆիշաները որտեղ կարող են ցանկացողները գտնել։ Նոյեմբերի 28-ին Դոմ մուզիկի համերգասրահում թատրալնի զալ։ Հրաշալի համերգ է սպասում իսկապես։ Կատեգորիա 0+։ Եվ այսպես ամբողջ դահլիճը այսպես։ Նա երեխաներով ու շատ այո, փոքրուց է պետք, չէ, լսել լավ երաժշտություն։ Անպայման մանուկ ժամանակվանից։ Մանուկ։ Այդ ժամանակվանից։ Մանուկ որ կանչեք։ Եվ վերջում իմ ծրագրի հետ կապված մի քանի այսպես արագ հարցեր են, որոնցով կարող եք պատասխանել, կարող եք, չգիտեմ, լուրջ։ Այդքան էլ բլից չէ, օրինակ ձեր երաժշտությունը ինչ գույն ունի։ Այն ինչ որ դուք վագում եք ստեղծագործում եք։ Բոլոր գույները բացի կապույտից։ Ահա։ Իսկ ինչ համ ունի։ Քաղցր է, չգիտեմ։ Տոլմայու քյաբաբի մեջտեղ։ Դեսերտ չի։ Նայած ինչ դեսերտ։ Լավ հորկուրի սարկած Նապոլեոնից, հա։ Եթե ձեր մասին կենսագրության, ձեր պատմության, ձեր կյանքի մասին ֆիլմ նկարահանվի։
ֆիլմը ինչ ժանր կունենա եւ արդյոք դուք կուզենաք այդ ֆիլմի համար գրել soundtrack, թե կդիմեք ուրիշին։ Sitcom։ Երևի հա։ Հետաքրքիր է։ Ես չեմ ուզի գրեմ, ես ընդհանրապես չեմ ուզում մասնակցեմ, քույրս մեկ ասում է, որ դե ինքը սա գրառում է արել, որովհետեւ մեր տարբերությունը 10 տարի է, ինքը ոնց որ փոքր ժամանակվանից տենց իր մոտ գրել է շատ, ինքը միշտ ուզում էր երևի սցենարիստ լինել, տենց բաներ է մեկ ասում, տենց հիշեցնում, որ կողքից նայում ես, դա շատ նման է ֆիլմի պատրաստի սցենա։ Պրոբլեմն է, որ ամեն մարդ, որը որ ինչ որ մի բանով զբաղվում է, մտածում է, որ ինքը իր մասին շատ հետաքրքիր կլինի, եթե կինո նկարեն։ Շատ ամեն մարդ տենց մտածում է, որ իմ կյանքս այնց կյանք է, որ եթե կինո նկարեն, ես շատ եմ էլի տենց լսել, որ ասում են իմ կյանքն այնց կյանքա, որ կինո նկարեն, գիտես ինչ կինո կլիներ, ոչ մի լավ բան կինո էլ չէր լինի, անկապ շարքային կինո կլիներ։ Լավ, իսկ մի հարց։ Համար ես չեմ ուզում, որ իմ մասին կինո նկարեն։ Հասկացա։ Ես դրա համար հարցրեցի եթե։ Լավ, գուցե եթե ֆիլմ չէ ներկայացում։ Ծիծաղալու կինո կլիներ։ Կոմեդիա։ Երևի հա։ Լավն է։ Դե ջութակարի մասին ինչ պետք է լինի։ Կոմեդիա, մարդը տենց այդքան։ Եթե դուք լինեիք իմ փոխարեն, հայացք դրսի, փոխենք։ Հայացք դրսից նախագծի, գուցե փոխեիք վերնագիրը կամ ինչ որ մի հարց, ինչ հարց կտայիք ինձ։ Հեսա մտածեմ։ Պետք է սկզբից մտածել է դրա մասին։ Հայացք դրսից նախագծի անվանումը ինձ շատ դուր է գալիս, որովհետև դուք դուրսն եք գտնվում եւ շփվում եք մարդկանց հետ, որոնք որ նաեւ մեծամասնությունը դուրսն են, չէ՞ գտնվում, լինում է դե երևի հյուրեր այո գալիս են Հայաստանից, դե իրանք էլ են գալիս եւ այդ պահին դրսից է հայացքը, այո, դրսից է հայացքը եւ շատ լավ ըստ ինձ շատ լավ անվան Մարինա ջան, ես ուզում եմ հաջողություն մաղթեմ, որ շատ հետաքրքիր հյուրեր ունենաք, ոչ թե նման հետաքրքիր ձեր նման հետևորդներ պուպուշիկ, որ ասում պուպուշիկ հավես չամիչ հյուրեր ունենաք, ինչ հարց ես կտայի, ձեզ չգիտեմ, ես հարց տալուց վատ եմ շատ, հարց ասեք մտածեմ էլի կլինի ինչ մտածեմ։ Իհարկե կլինի։ Ինչ հարց կտայի։ Մեդիտացիա ենք անում։ Ես գիտեմ ինչ հարց կտամ։ Ապա լսեմ։ Մարինա ջան, որն է ամենա ձեր սիրված արտիստը Հայաստանի ներկայացուցիչ, հայ ազգի ներկայացուցիչ։ Ոյ։ Էլի շատ կարող եմ թվել։ Չէ, ամենա Այն որ ես իրան շատ եմ սիրում, այն որ տենց։ Այն որ տենց։ Այն որ ինքը շատ պուպուշ է, տենց եք, չէ՞ ասում։ Հա։ Սոս Սարգսյանին եմ շատ սիրել, Մհեր Մկրտչյան, մեր ժամանակներից Խորեն Լևոնյան։ Համընկավ ամեն ինչ։ Չէ, ճիշտ։ Հա, բավարար։ Արտիստներից, դերասաններից, Մհեր Մկրտչյան։ Դերասաններից։ Թե երաժիշտ արտիստ, դերասաններից։ Չէ, իսկ հիմիկվա Խորեն Լևոնյան, իսկ երկիչներից մի րոպե, երկիչներից շատ օրինակ վերջերս նկարահանած համերգներից ռեինկարնացիայի Ռոլանդին եմ շատ հավանում, Արամեն Պետրի, շատ տաղանդelig, էլի Խորեն Լևոնյան որպես երկիչ, ասեմ, որտեվ երգեր ունի, որ շատ սենց կպնում այն, որ ես դեռ ունեմ հույս, այդ երգը եւ մի soundtrack ֆիլմի համար էլի Հայկոյի հետ անատոլիական պատմությունը։ Այո, ես լսեցի դա, որտեղ Հայկոյի 25 Ով եմ ես։ 25 Այդ հիմա փշոքահվեցի։ Նախ անցյալ 2 տարի առաջ 25-ին ամսի Հայկոյի ծննդյան օրը, որ համերգ կազմակերպված էր, ես այնտեղ լսեցի այդ երգը, մեծ համերգ էր, արտիստները ու բացի այն որ վարում էին Նազենի հետ, ինքը երգեց այդ երգը իմ վրա շատ տպավորություն։ Եվ իրեն որպես արտիստ եւ որ sense գլոբալ արտիստ եւ խաղացող եւ երգող թե Ռոլանդի առումով թե աղջիկներից էլ կառանձնացնեմ վերջին մեր նոր այսպես նորաթուխ երիտասարդներից Բրյունետն է շատ դուրս գալիս նորամ sense շատ երիտասարդ
Իսկ մեր ասենց ավակ սերնդից երևի Շուշան Պետրոսյանի, որ մի քանի երգեր ունի, որ էլի սենց Արցախը, հայրենները, բայց ասում եք, որ շատ ավելի լավ երգեր կար ժամանակին, տենց ինչ որ մի հատ բան կար, որ շատ ավելի տենց հետաքրքիր երգեր էր, չէ, ալբոմ արտիստներ։ Ասենք Արտուր Գրիգորյանի երգի թատրոնի ժամանակ ինչ արտիստներ կային վառ, չէ։ Իր երգերից եմ շատ սիրում, Գրիգորիչի երգերից եմ շատ սիրում։ Ու իմ մոտ օրինակ կյանքում Գրիգորիչը հետ, որովհետև որ այդ ժամանակ հայրս, մայրս որ ավելի դե միշտ տենց իրար հետ տենց տարբեր տեղեր, որ շրջագայում էին Հայաստանով, կա այդ պատմությունը, որ մաման պատմում է մեկ-մեկ, որ Հայաստան իմ ճկնաղ, քո սարը։ Այո, Հայաստան իմ ճկնաղ, շատ սիրուն։ Եվ Արտուր Գրիգորիչի Երևան երգը։ Ի սկզբանե ես գիտեմ տենց պատմություն, որ Ղարաբաղի իմ ճկնաղը գրած եղել։ Հիմա երգում են այդ արագացնել մռակացներ սարը, որ արագացնե հերվից մռակած սար կար, այո։ Մռավ կա։ Ոչ, մռակած նեհերվից իզունե գալքաթով տենց ինչ որ պատմություն կա։ Հիմա այո, հիմա եւս վերականգնել են եւ երկի կեսը երգում է Հայաստան եւ Ղարաբաղ։ Այո, ճիշտ է։ Ես ծնված չէի, ուղղակի այդ պատմությունը ինձ միշտ պատմել են, որ Դաշնամուրի մոտ նստած Արտուր Գրիգորյան, այո, տենց այդ երգներ ստեղծագործում, դա հենց եղել է Արցախում։ Դե Արցախ, այո։ Հուսանք, որ մենք էլի ոչ անցյալով կխոսենք Արցախի մասին։ Վանա ջան, մի հատ էլ հարց, եթե դուք չլինեիք հաղորդավար, չլինեիք պարող, ինչով կզբաղվեիք ուրիշ։ Հիմա այնպեսի բան, որ ասեմ ինձ էլի հարցրել, ես երևի զինվորական հետախույզ։ Էդ։ Ես զինվորականների ընտանիքում եմ մեծացել, Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ են ծնողներս եւ այդ ժամանակից ինձ մոտ շատ sense մի հատ ուժեղ ցանկություն ու ձգտում կար, ես այդ ժամանակ պարում էի, մեր դպրոցական վերջին տարիներն էին, հայ, հետ պատերազմական ժամանակահատվածը եւ շատ ուզում էի, որ ռազմական զինվորական հետախույզ լինե, ինչի համար, որպեսզի մենք ներսում մեր սպայակազմի, մեր զինվորականության մեջ չունենանք դավաճաններ։ Այսինքն ես կարողանայի կանխել այդ ամեն ինչը։ Շատ կարևոր է, երբ որ ամենավատ թշնամին դա ներսի թշնամին է։ Այո։ Այդ 5-րդ կալոնան է, էլի, որ ասում են Իսպանիայից եկած այդ միտքը որ 4-ը կալոնան գնում է 5-րդը ներսն է սպասում, դա միշտ դա ամենավատ բան։ Ու հայկական պատմությանը բնորոշ ես ինձ թվում է պատմությունը կարդալով որ միշտ մեջում է շատ ավելի խնդրեմ է, որպես նաև Ռուսաստանում ես ասեմ, որովհետև Ռուսաստանին արտաքին դժվար է հաղթել միշտ ինչ որ երբ որ բան կատարվել է, միշտ ներսում է կատարվել։ Եվ ինչպես Մոնտեներ ասում Վազգեն Սարգսյանը վախեցեք ներքին թշնամուց։ Ներքին թշնամին ամենավատ թշնամին է, դա ոնց որ ընտանիքիդ մեջ ապրես տան մեջ ու իմանաս որ ինչ որ մեկը այտենց շատ հետաքրքիր պրոֆեսիա եք ուզում։ Հետաքրքիր է։ Անսպասելի էր։ Էլի հարցրել են, հա տենց։ Մի անգամ հարցրեցին, հա ինչ կուզենայիք դառնալ, եթե ես չեմ տեսել, դրա համար հետաքրքիր էր, որ շատ կարդինալ sense տարբերություն, չէ՞։ Չէ, հետո այդպես արվեստը ավելի ուժեղ գտնվեց, որովհետև ծնողներս ասացին դա աղջկա պրոֆեսիա չի։ Դե, հիմա հա դուք լավ եք ձեր ոլորտում, ձեր բնագավառում, համար շատ ճիշտ էլ ընտրություն եք արել։ Այդպես շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Եթե հետաքրքիր էր, ուրեմն լավ է։ Հետաքրքիր էր անխոս անկասկած եւ առաջիկա ձեր համերգին եւ ընդհանրապես ձեր գործունեությանը հաջողություն եմ մաղթում։ Հրավիրում եմ բոլորին, հրավիրում եմ ձեզ անպայման։ Մեծ սիրով, ամսի 28-ին լինեք, որովհետեւ 29-ին ծննդյանս օրն է, այտենց 28-ին որոշեցիք այդպես նշեք։ Ընկերներիս հետ հավաքվում մի բեմի վրա, այտենց մի բեմին եւ համերգ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն Մարինա ջան, ձեզ շատ հաճելի։ Մինչ նոր հանդիպումներ։ Մինչ նոր հանդիպում, ես եմ շատ շնորհակալ, շնորհակալություն։
Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր հանդիպումը այսպիսինն էր, վստահ եմ, որ այն ձեզ դուր եկավ։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր հետևորդներին եւ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր նոր են միացել իմ ալիքին։ Մնացեք բարով, կհանդիպենք, երբ հանդիպենք։